Եվ պատահական չէ, որ մենք միջպետական հարաբերությունները եւ դրա գործիքը անվանում ենք դիվանագիտություն։ Իսկական դիվան արխիվ։ Ցավոք սրտի մեր շատ քաղաքական գործիչներ չեն հասկանում այդ դիվանի արխիվի կարևորությունը։ Ի տարբերություն մեր հարևան երկրի, որտեղ պետականորեն դա խրախուսվում է, հաճախ կեղծելով փաստաթղթերը կամ կեսը հրատարակելով իրենց անհրաժեշտությունը, ստեղծում են, կեղտում են նախ պատմություն, որի վրա խարսխում են իրենց հավակնությունները։ Տեսեք այսօր ինչպիսի արդեն հավակնություններ Իրիվանի նկատմամբ։ Բառացիորեն 3 Ադրբեջանում հաստատվեց Երևանի իսլամական թեմը։ Այսինքն չկա չէ ադրբեջանցի ապրող այստեղ, իրենք արդեն կրոնական թեմը ունեն Երևանի, եւ սա հետևանքներ է ունենալու։ Մենք պիտի պետականորեն սրա դեմ պայքարենք, ցավոք սրտի դա չի արվում։ Եվ դա արվում է, եւ պարոն Հարությունյանի եւ այլոց այստեղ ներկաներ կան անձնական պայքարով։ Այո, սա ֆիդայական պայքար է, այն 90-ականների սկզբի նման, բայց ցավը այն է, որ մեր դեմ նաեւ գիտության ասպարեզում լուրջ կազմակերպված բանակ է կրվում։ Հսկայական ֆինանսավորմամբ, հնարավորություններով, բարոյական որևէ չափորոշիչ չօգտագործելով, այսինքն այս սուտերը, որ իրենք են ասում, շատ դժվար է անգամ հասկանալ, թե ինչու կարող է նման բան ասի, բայց պիտի ինքնենք, որ այս մեր թշնամին դա անելու է։ Հատկապես 18-ից 20 թվականները, հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունները, որի առաջատոր էստեղ տեսնում եք, բնականաբար երկրորդները շատ կարևոր են։ Եվ պարոն Հարությունյանը սա շատ փաստաթղթեր նաև թարգմանում է, որը էլի կարևոր է, որտեղ օրինակ ոչ բոլոր գիտնականներն են հայ գիտնական, ասենք տիրապետում ռուսերենի, այնտեղ կան ֆրանսերեն փաստաթղթեր իրենց թարգմանությամբ, անգլերեն եւ այլն։ Սրանք շատ կարևոր են։ Ես ինքս փորձել եմ տարիներ շարունակ լինելով այդ ասպարեզում եւ ցույց տալով, թե որ երկրները հարյուրավոր հատորներով տպում են իրենց փաստաթղթերը դիվանագիտական, որ մեզ մոտ եւս դա պիտի արվի, ցավոք սրտի չի արվել, գոնեպետականորեն չի արվել, բայց ուշ թե շուտ այդ պայքարը գալիս է, պայքարը դրանա բերում։ Ես առիթներ ունեցել եմ բարձրաստիճան անձանց հետ խոսելու, քննարկելու Հայաստանի օրինակի համար հողային տարածքային իրավունքների հարցեր, գրքեր եմ տվել, քննարկել են, գիտեք հարցերը հետևյալն են։ Բա որ նման բաներ կան, ինչու մեզ չեք ասում։ Ասենք մենք ասում ենք, ուղղակի մեր ձայնը լսելի չի, որտեղ պետությունը չի ասում։ Պիտի մի բան հստակ հասկանալ։ Պարոն Հարությունյանը մեծ գործ անում, մյուսներն են մեծ գործեր անում, բայց պետության կողմից հնչեցված ցանկացած միտք շատ ավելի կարևոր է եւ դա է արձանագրվում։ Մեր շատերը չեն հասկանում, որ ինչու է հիմարությունն ապուշությունը ասացին թուրքերն ու ադրբեջանցիները։ Մեր տեսակետից է հիմարությունն ապուշություն, բայց դա արձանագրվում է, դա մնում է եւ անցնում են տարիներ, մի քանի տարի, անգամ տասնամյակներ չէ։ Եվ քեզ ասում են, կա երկու տեսակետ, ձեր տեսակետը եւ մյուս տեսակետը հավասարեցվում են։ Այսինքն արևմտյան Ադրբեջան հասկացությունը մեր աչքի առաջ բերեցին, չէ՞ մի քանի տարի ընդամենը։ Այսօր դա արդեն պաշտոնապես ցավոք սրտի ճակերտավոր վարչապետը հավասարեցնում է արևմտյան Հայաստանի հետ։ Մի բան, որը գոնե Օսմանյան կասության հայկական նահանգներ ձևակերպումով, որը ըստ արևմտյան Հայաստանն է, 1878-ից կա եւ կա որպես միջազգային հարաբերությունների կայացած գործընթաց եւ միջազգային իրավունքի մաս։ Ցավոք սրտի այն սուտը, որը ասվում է բազմաթիվ անգամներ, դառնում է իրականություն։ Եվ իզուր է, որ մենք շատերը մտածում են, որ մենք այնքան ճիշտ ենք, որ մյուսները չեն համոզվի։ Հավատացեք մի մարդու, որ շատ է շփվել տարբեր երկրների դիվանագետների հետ, գիտեք, այդ դիվանագետները այնպես չի, որ խանդավառ իրենք խորանում են, ուսումնասիրում են տարբեր հարցեր։ Դուք պիտի իրենց այդ ամբողջը տաք, ինչ-որ պարտադրեք, հարկադրեք, ասեք, 10 անգամ ասեք, որ բան։ Եվ պարոն Հարությունյանը դա անում է։ Անում է անխոճ ձևով, անում է իր հաշվին, իր առողջության հաշվին։ Ես
կոչ կանեմ, ով ունի հնարավորություն անպայման ձեռք բերել այս գրականությունը, որովհետև նայեք, այս փողը չի գնալու պարոն Հարությունյանի գրպանը։ Այս փողը հետագա տպվող գրքերի փողն է էլի, որովհետև ինքը կարար, ինչպես շատ շատերը, հանգիստ վայելներ իր տարիքի, իր վաստակը, ֆիզիկա, այլ իր ուղղությամբ, վերջո քվանտային ֆիզիկա եւ այլն բանը, բայց մնալու է հայ ժողովրդի հիշողության ու պատմության մեջ նաև այս գրքերով եւ հուսանք, որ այստեղ եւ այլ գրադարաններում, երբ որ այս գրքերը կլինեն, սա նոր սերունդի համար կլինի, ինչպես Շտիրլիցն էր ասում, ինֆորմացիա к размышлению, շատ կարևոր է, էլի, հեշտեդի պակաս չի այդ ամբողջը, այդ մտքի պաշարը դա շատ կարևոր է, որովհետև, գիտեք, երիտասարդության տարիներին մի կարդացած միտքը, մի հոդվածը, մի փաստաթուղթը կարող է քո որոշման վճռի վրա տարիներ հետո անգամ տասնամյակներ իր դերը ունենա։